Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո Մայիսի 27 Ծառատ ով է, որ ինձպես մեռած շան վրա նայեցիր, երկրորդ թագավորաց 9-րդ գլուխ 8-րդ խոսք։ Եթե Մեմփիբոստեն այսպես խոնարհվեց Դավթի բարությունից, ապա ինչ կլինենք մենք մեր շնորհալի Տիրոջ ներկայության մեջ, որքան շատ շնորհք տրվի մեզ, այնքան ցածր կլինի մեր կարծիքը մեր մասին, քանի որ շնորհքը լույսի պես բացահայտում է մեր անմաքրությունը։ Նշանավոր սրբերի անարժանության զգացումն այնքան սուր եւ ուժեղ է եղել, որ նրանք հազիվ թե կարողացել են իրենց ինչ-որ բանի հետ համեմատել։ Ես, ասում էր Սուրբ Ռեզերֆորդը, մի թոշնած ու անկյանք ճյուղ եմ, մեռած կմախքի մի կտոր, մի չորացած ոսկոր, որ ունակ չեմ նույնիսկ ծղոտի վրայով մի քայլ անելու։ Մեկ ուրիշ տեղում նա գրում է. ընդհանուր առմամբ ես ոչ մի բանով ավելի լավը չեմ, քան Հուդան ու Կայենը։ Բնության ամենանվաստ առարկաները խոնարհ հոգիների համար ավելի բարձր ու արժեքավոր են թվում, քան իրենք են, որովհետև դրանք երբեք մեղք չեն գործել։ Շունը կարող է ագահ, վայրենի և գարշելի լինել, սակայն նա խիղճ չունի, որ խղճի խայթը զգա, ոչ էլ Սուրբ Հոգի, որ հակառակվի դրան։ Շունը միգուցե անպիտան կենդանի է, սակայն մի փոքր բարության դիմաց շուտով սկսում է սիրել իր Տիրոջը և մինչ մահ հավատարիմ է մնում նրան։ Բայց մենք մոռանում ենք մեր Տիրոջ բարությունը և չենք հետևում նրա կանչին։ Մեռած շուն տերմինը անարգանքի բոլոր տերմիններից ամենաարտահայտիչն է, բայց այն բավականաչափ ուժեղ չէ, որ ամբողջությամբ փոխանցի ճշմարիտ հավատացյալների նողկանքն իրենց անձերի հանդեպ։ Նրանք պարզապես համեստ չեն ձևանում, այլ նկատի ունեն հենց այն, ինչ ասում են, քանի որ իրենց կշռել են սրբության կշեռքով և պարզել իրենց բնության ունայնությունը։ Լավագույն դեպքում մենք ընդամենը կավ ենք, կենդանի փոշի, քայլող հողակույտ, սակայն որպես մեղավորներ մենք հիրավի հրեշներ ենք։ Թող ուրեմն երկինքը հռչակի այս հրաշքը, որ Տեր Հիսուսն իր սրտի սերը տարածել է այնպիսի մարդկանց վրա, ինչպիսին մենք ենք, թեև մենք հող ու մոխիր ենք, սակայն հավերժ պիտի փառաբանենք նրա շնորհքի գերազանց մեծությունը։ Միթե նրա սիրտը չէր կարող առանց մեզ վայելել երկնային հանգստությունը, միթե նա կարիք ուներ անցնելու Կեդարի վրաններով, որպեսզի կողակից գտներ իր համար և ի վերջո մի հարսնացու ընտրեր, որին արևը խանձել է։ Ով երկինք ու երկիր, բարձրաձայն երգեցեք Տիրոջը և ամբողջ փառքը տվեք մեր քաղցր Տեր Հիսուսին։